Լորին օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 23-ի համար, օրը երկուշաբթի է, եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Մոռացել էի նշանները։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 23-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սպասման մեջ եք լինելու առավոտյան, ինչ-որ մարդու եք սպասելու կամ ինչ-որ բանի եք սպասելու, եւ որոշ իրադարձություններ ունեք, որոնք որ ամեն ամիս կատարվում է ձեզ հետ, օրինակ դա կարող է լինել վճարում, ձեզ են վճարում, դուք եք վճարում, գնում եք բժշկի, գնում եք ինչ-որ միտեղ, նաեւ դա կարող է լինել, որ վերջի մեկ ամսվա ինչ-որ իրադարձություն է, որոնք որ ավարտվում են։ Հանկարծակի լուր կլսեք, ոմանք ժամադրություն կունենան այդ օրը սիրային, որը իդեպ լավ կանցնի, որովհետև երջանիկ կլինեք, ոմանք էլ կարող են հանդիպել իրենց հարազատների հետ, ձեր սիրելի մարդկանց հետ, եւ եւս ձեզ էլի երջանիկ կզգաք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 23-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ ունեք, նավրեհղիություն, ծննդաբերություն, նաև այստեղ ոմանք թաքուն հարաբերություններ, թաքուն սիրային եռանկյուն հարաբերություններ ունեն, կարող եք հանդիպել, նաև սա թաքուն գործողությունները։ Եվ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կարող եք հեռանալ այդ օրը, ինչ-որ Դա կարող է նաև այստեղ թաքուն հարաբերություններ, կարող է դրանից եք հեռանում կամ իմանում եք, որ տվյալ անձնավորությունը ամուսնացած էր, հեռանում եք։ Կախված է թե ինչն է սա կամ ինչ որ մի բան կարող է ուղղակի ձեզանից գնալ այդ օրը։
Եվ սպասման մեջ եք լինելու օրվա ընթացքում, ինչ-որ մարդկանց կամ մարդու եք սպասելու կամ ինչ-որ բանի, ոմանք ժամադրություն ունեն սիրային, ոմանք նաև պայմանավորվածություն իրենց սիրելի մարդկանց հետ, եւ հիասթափություն է այստեղ, որովհետեւ ինչ-որ գաղտնիք կարող է բացահայտվել, որն էլ որ ինչ-որ գործեր արված չեն, գործեր վերջացված չեն, կամ դուք չեք հասցնում այդ օրը գործերը վերջացնել այդ գաղտնիքի պատճառով է, կարծես թե, եւ դրա համար կամ տխրում եք կամ հիասթափվում եք ինչ-որ բան։ Այստեղ նաև եթե սիրային ժամադրություն է, այստեղ կարող է տվյալ անձնավորությունից եք հիասթափվում, հեռվանում։ Դե եթե դեռ նոր եք ծանոթանում, հասկանում եք ով է եւ կարող է հեռվանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 23-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը առավոտյան ինչ-որ բան է ձեզ տխրեցնում կամ ինչ-որ մեկը ձեզ հիասթափեցնում է կամ ինչ-որ բանից կարող եք հիասթափվել, ինչ-որ մեկից հիասթափվել։ Մի խոսքով դա եւ հիասթափություն է եւ տխրություն։ Գործնական հանդիպում ունեք այստեղ կամ ինչ-որ մեկի հետ կարող եք հանդիպել եւ գործնական խոսակցություն ունենալ այդ մարդու հետ եւ պետական հիմնարկություն է սա։ Ոմանք ուսման կենտրոն, բժշկական կենտրոն կամ հենց ինչ-որ պետական տեղ, ոստիկանություն նաեւ կարող է լինել եւ այլն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 23-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը առավոտյան տրամադրությունը բարձր է, էներգիայով լի կլինեք։ Նաև այստեղ հանկարծակի լուր է, կարող է հանկարծակի լուրն է ձեր տրամադրությունը բարձրացնում։
Եվս հետո էլի լուր կարող եք լսել։ Հնարավոր է աշխատանքի վերաբերյալ է այդ լուրը, աշխատանքի մասին կամ կանչում են աշխատանքի կամ ասում են եկեք ընդունել ենք աշխատանքի։ Ինչ որ մի բան է, որը որ ձեզ բավականին շատ կուրախացնի։ Կարող է նաև այստեղ ինչ որ մեկը բան է պատվիրում ձեզ, հենց եթե պատվերով եք աշխատում։ Եվ հանդիպում որոցե մարդու հետ եւ կամ գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, կամ նաև դա կարող է լինել գումար ծախսել։ Կարող գումար եք վճարում, ինչ որ միտեղ կարող այդ մարդու չի վերաբերվում, հա մեկ ուրիշին կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հունիսի 23-ին։ Հարգելի առուսներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված այդ օրը։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հնարավոր նորություն եք լսում, այդ նորությունն է ձեզ ուրախացնում։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, կարող է լինել բժշկական կենտրոն, նաև հեռախոսազանգ կունենաք այդ օրը, երեխաների հետ կապված իրադարձություն կունենաք, կարող է երեխաներին ընդունում են օրինակ ինստիտուտ, ինչ որ կարող է նման պատասխան եք ստանում, եւ հանդիպում կամ շփում ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 23-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, այդ օրը կանեք կավարտեք այստեղ նաև այդ գործը։
մնացել էր կարծես թե կամ վերջի մեկ ամսվա ինչ որ գործեր են, որ եւս էլի մնացել էր, դրանով կարող եք զբաղվել։ Եվ ինչ որ մի բան է ձեզանից գնում, կարող է դա է, անում եք, ավարտում եք եւ այդ խնդիրը, այդ հարցը ձեզանից գնում է։ Նաեւ դա կարող է ինչ որ մեկը լինել, ինչ որ մեկն էլ գնալ կամ հեռվանում է ձեզանից կամ մի խոսքով։ Եվ տհաճ պահեր կան օրվա ընթացքում։ Եթե օրինակ տհաճ պահերը վերածենք ամեն ամսվա իրադարձություններին, ապա ինչ որ եթե մի բան է, օրինակ թեկուզ վճարներն են, դա ոնց որ տհաճ պահեր են յուրաքանչյուր ամիս։ Դա համար կարող է դա է ցույց տալիս։ Եվ երեկոյան երջանիկ կլինեք։ Ինչ որ բան է ձեզ երջանկացնելու արդեն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 23-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ որ մեկից կարող եք հեռվանալ, ինչ որ բան կարող է ձեզանից հեռվանալ, գնալ ի վերջո։ Նաև հենց ինչ որ մեկը, հա, դա կարող է լինել սա նաև նշանակում է ինչ որ մարդ գնում է օտար երկիր կամ գնում է ուշտեղ ապրելու եւ իրարից հեռվանում եք տվյալ անձնավորության հետ։ Եվ օծեր կան, բամբասանքներ, խոսակցություններ, չար լեզուներ կամ ձեր մասին կխոսեն կամ ձեր կողքը կխոսեն ուրիշից, հյուր ունեք, որը նաև կարող է ձեզ տհաճություն տա, կամ դուք եք գնալու հյուր եւ այնտեղ կարող է ձեզ լավ չզգաք, ինչ որ տհաճ պահեր կան կամ գնալու ընթացքում կամ այնտեղ գտնվելու։ Նաև երեխաների հետ կապված իրադարձություններ են այդ օրը։ Կարող է ծնունդ է, դրա համար գնում եք հյուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 23-ին։ Հարգելի կարիճներ,
Այդ օրը որոշ գործեր կանեք կավարտեք, այստեղ հանդիպելու եք ինչ-որ մեկի հետ եւ այդ գործերով զբաղվել, ինչ-որ հարցեր լուծել, ավարտել։ Եվ այստեղ վեճ կա, որը օծի հետ կամ բամբասում է ձեր մասին, ոնց որ հետադարձ խոսակցություն է, կամ իմանում եք, որ բամբասում է, կամ ձեր մոտ է բամբասում ուրիշից, մի խոսքով տվյալ անձնավորության հետ վեճ։ Եթե չի, ուրեմն տուն եք մաքրում, նման մարդուն որ թողեք ձեր տուն, հա, գալու է ձեր տուն, ինչ որ եւ սկսի բամբասել ուրիշից։ Ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, ոմանք կխոսեն աշխատանքի մասին, նաեւ կարող հարցազրույցի եք գնում, պետական հիմնարկության աշխատողի հետ եք հանդիպում եւ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 23-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ բան եք ձեր ձեռքից բաց թողնելու, ուշադիր եղեք, որովհետև կարող է այդ պահը բաց թողնեք, կորցնեք այդ հնարավորությունը։ Նաև որից նամակ կստանաք, փաթեթ, փաստաթուղթ, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, ոմանք կարող է գումարի մասին եք խոսում, արժեքի մասին եք խոսում, տվյալ անձնավորության հետ։ Նաև այստեղ գումար կարող եք ծախսել։ Օրվա ընթացքում երկու այն իրավիճակ կա։ Մի կողմից երջանիկ եք, մյուսը հիասթափություն է կամ նաև տխրություն։ Տարբեր բաներից, հա, ոնց որ մեկից կարող եք հիասթափել, մյուսի համար երջանիկ լինեք։ Հանդիպում ունեք այդ օրը եւ ճանապարհ, կամ դուք կգնաք, կամ ձեզ մոտ են գալու, որ հանդիպեք իրար հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 23-ին։
Հարգելի այցեղ ջուրներ, այդ օրը ո՞ց է գաղտնիք կարող է բացահայտվել, կամ այստեղ թաքուն սիրային հարաբերությունների մասին է, կամ թաքուն եռանկյուն հարաբերությունների մասին է խոսքը, նաև դա կարող է լինել թաքուն գործողություններ, որոնք որ կարող են բացահայտվել։ Եվ երեխաների հետ կապված ձեր ցանկությունները կիրականանան, հատկապես եթե ուզում եք հղիանալ, սա նշեմ, որովհետև գնալու եք, ոմանք գնալու են ամեն ամիս հետազոտության, սրանից հետո։ Ոմանք ուղղակի յուրաքանչյուր բան երեխաների հետ կապված, որը ձեզ հետաքրքրում էր, հա, որովե մասի մտածում եք, ինստիտուտ ընդունվել եւ այլն, քննությունները լավ հանձնել, ապա այդ ամենը տեղի կունենա։ Եվ ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն կամ վերջի 1 ամսվա ինչ-որ իրադարձություն է կարող այն երեխայի հետ է կապված, դա եւս ավարտվի։ Եվ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կարող եք հեռանալ, բաժանվել, բայց այստեղ ունեք զգուշացում, որ քայլ անելուց առաջ երկար մտածեք։ Հետո նոր արեք, հատկապես այդ գաղտնիքը, երբ որ կբացահայտվի, երբ որ ինչ-որ մի բան կիմանաք։ Դե կարող է երեխաներն են շփվում ինչ-որ մեկի հետ եւ դուք չգիտեք։ Եվ այստեղ նաեւ արտասուքը կա, նաեւ բորբոքվածությունը կա, հուզվածությունը կա, որը որ հենց գալիս է այդ ամենից, ինչ-որ գաղտնիքից։ Դա համար ձեզ ասում է, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մի պահ կանգ առեք, որովհետեւ նաեւ կա բաժանում։ Զգուշացումներ ունեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 23-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ոչ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ մի բան ձեր օգտին է ավարտվելու։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, նաև այդ օրը կարող եք հանդիպել, շփվել ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Եվ նա չէ լինի, ինձ թվաց գումարել կստանաք, բայց դա չէ։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 23-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը գումար եք ծախսելու, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ, խոսեք գումարի մասին։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք այդ քայլը, բացի դա էլ կարող եք ինչ-որ միտեղ գնալ եւ երկար մնալ։ Ոչ հարցում հաղթանակած եք դուրս գալու ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի։ Երեխաների հետ կապված իրադարձություններ կան, ծնունդ, կնունք, այստեղ նվերներ էլ նաեւ կան։ Եվ գործնական հանդիպում է, գործնական խոսակցություն է, որից հետո եւս ձեզ համար ինչ-որ մի ձևով նվեր է դա կամ գործարք եք կնքում, մեջը նվեր կա կամ ինչ-որ մի բան եք անում, որից հետո ձեզ նվեր են տալիս, ինչ-որ նմանատիպ մի բան է կամ այդ գործարքի կնքումը կամ այդ գործնական խոսակցությունը ձեզ համար ամբողջությամբ նվեր է, որ ինչ-որ մի լավ բան է դա ձեզ համար։ Եվ այդ օրը առիթ ունեք, առիթի եք հրավիրված կամ ձեր տանն է առիթը, պետք է նշեք, կամ առիթի եք հրավիրված, այստեղ կարծես թե երեխայի առիթ է։ Եվ կարող է այդ առիթի ժամանակ այդ նվերը օրինակ տալիս եք եւ այլն կամ եւ այդտեղ ինչ որ գործնական խոսակցություն կարող է լինել այդ ներսը, որտեղ որ գնում եք առիթի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։